Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Եթե մեղքին ենք հնազանդվում, մահվան է տանում։ Եթե Աստծուն ենք հնազանդվում, արդարության է տանում։ Սա Պողոս Առաքյալի խոսքերն են, սիրելիներ, որ ընթերցվեց այսօր Հռոմեացին ուղղված իր նամակից։ Եվ ընդհանրապես այսօրվա ամբողջ ընթերցանությունը մեղքի մասին էր, թե մեղքը ինչ կարող անել մարդուն եւ ինչպես կարող է Աստծու համար ընդունել իջնել մեղքի պատճառով արված մեր աղոթքները։ Եվ տեսեք, ասում է զորությունների Տերն է ասում ձեզ Եսայի մարգարեն, որ հոգնել եմ ձեր աղոթքներից, ձեր պատարակներից, ձեր զոհաբերություններից։ Իմ հոգին չի ընդունում այդ աղոթքները։ Ինչու? Որովհետև ձեր ձեռքերը ասում է արյունոտ են։ Ձեր ձեռքերը ասում է բարձրացնում եք վերև, թեկուզ ասում է ձեր աղոթքները կրկնապատկեք, չեմ լսելու ձեր աղոթքները, որովհետև արդարությամբ չեք ապրում, սրբությամբ չեք ապրում եւ բարին չեք գործում։ Եվ ահա այս մեղքն է, որ մեզ տանում է մահվան, եւ որովհետև մենք հավատում ենք Աստծուն, բայց չենք վստահում նրան։ Մենք հավատում ենք Աստծուն, բայց չենք գնում նրա հետևից։ Մենք հավատում ենք Աստծուն, բայց արհամարհում ենք նրա պահանջները եւ խնդրանքը մեզ, որ մենք փրկվենք։ Ինչու այսպես մարդը եւ ինչ է կատարվում մեր կյանքի մեջ, որ ամեն օր, ամեն ժամ չարությունը, ատելությունը, վեճերը, սուտը, կեղծիքը մեր կյանքի մեջ տիրական պահանջ են դառնում։ Եվ այսօր այսպես վերջացրեց Պողոս Առաքյալը. մեղքի վարձը մահն է։ Մահն է մեղքի վարձը։ Մենք ինչպես պիտի մահանանք։ Մեզ թվում է, թե ֆիզիկական մահը ամենասարսափելին է։ Չէ, սա ամենասարսափելին չէ, սա ամենահեշտն է, սիրելիներ։ Ամենասարսափելին ատելության եւ չարության մեջ ապրելն է։ Դիմացինիդ հանդեպ ատելությամբ լցված, այդպես ատելությամբ շարունակել ապրել։ Սրանից ավելի սարսափելի բան մեր կյանքում չկա։ Ինչու? Որովհետև մեղքը այստեղ նստած իշխում է մարդու վրա։ Մարդուն այնքան թուլամորթ է դարձրել, այնքան կամազուրկ է դարձրել, որ իր մեղքը սրբագրելու, արդարացնելու համար ինքը պիտի ատի, ատելություն սերմանի, որ ինքը խուսափի։ Դուք լսել եք, մենք ամեն անգամ մեղաների մեջ ասում ենք մեղա տրտնջալով, դժգոհելով, բամբասելով։ Ինչու է սա մեծագույն մեղք համը, որտեղ տրտնջացող մարդը միշտ ուրիշների կյանքն է քննում, միշտ ուրիշների կյանքն է դատում եւ իր կյանքին երբեք ուշադրություն չի դարձնում։ Ինքը միշտ փնտրում է ուրիշներին գտնի, տեսնի ով ինչ սխալներ ունի, դրա մասին բարձրաձայնի, որ հանկարծ իր սխալները չերևան։ Սա մարդու կոչումն է, հավատացյալ կամ անհավատ, քրիստոնյա կամ աթեիստ կամ իսլամ, կարևոր չէ։ Սա մարդու մեջ է։ Ինչու? Որովհետև երբ որ դու մեղքը մի անգամ ճաշակում ես, մի անգամ մեղքի թույնը թույլ ես տալիս, որ մտնի քո էության մեջ, դու այլևս դադարում ես դիմացինիդ վստահել։ Մենք այսօր բոլորս իրար կասկածում ենք։ Երբևէ մտածել եք, ում մոտ ինչ խոսենք, ում մոտ ինչ ասենք, ում մոտ մեզ ինչպես պահենք, ոնց նստենք, ոնց գթալը բռնենք, ոնց բաժակը բռնենք, կասկածում ենք, ինչու? Որովհետև վստահ չենք այս մարդը մեր այդ շարժումը մեկ այլ տեղ ինչպես կներկայացնի։ 3 հոգով միասին ճաշ են ուտում, երրորդը գնում է, այս երկուսը իրար հետ սկսում են այդ երրորդի կյանքը քննարկել։ Ինչու? Որովհետև մենք ավելի շատ այդ մեղքի մեջ թաթախված լինելով, կեղծ բարեպաշտությամբ ապրում ենք այս կյանքում։ Եվ ամենասարսափելին, որ սա հավատացյալ մարդկանց մեջ է տարածված։ Անհավատները, պիղծերը ավելի երբեմն մաքուր են, քան մենք քրիստոնյաներս, հավատացյալ մարդիկս։ Մենք ավելի շատ ենք սրտին հավատում, մենք ավելի շատ ենք սուտը տարածում, միջոց դառնում տարածելու, քան այն մարդիկ, ովքեր Քրիստոսին չեն ճանաչում։ Սա մեր առօրյան է դարձել մեր կյանքի մեջ։ Տեսեք, Պողոս Առաքյալի նամակը, ում ենք մենք ծառայում։ Մեղքին, որը մենք գնում ենք մահվան։ Երբ որ մարդը բարոյապես մահանում է, ինքը նաև հոգևոր իմաստով մահանում է։ Հետո նոր գալիս է ֆիզիկական մահը։ Ֆիզիկական մահը արդեն վերջին արարն է։ Ինչպես որ պատերազմը երբ է սկսում, երբ որ բանակցությունները փակուղի են մտնում։ Երբ է պատերազմը անխուսափելի, երբ որ մարդիկ այլևս իրար չեն հասկանում։ Երբ է տանը վեճ սկսվում, երբ որ մարդուկին վախենում են իր աչքերի մեջ նայել, պարզ խոսել իրար հետ, սկսում են գոռալ, իրար վեճել, ծեծել, հետո բաժանվել։
Սա վերջին քայլն է, բայց մենք սկզբից պիտի անդրադառնանք, ինչու մեղք այսպես, ինչու Աստված ասում հոգնել եմ ձեր աղոթներում, ասում է ձեր խունկը զզվելի է ինձ համար, ատելի է այդ խնկի հոտը։ Խունկը, որ անուշաբույր է, մեր աղոթքներն է, որ տեսանելի կերպով բարձրանում է երկինք, Աստված այդ հոտը զգում է եւ նրանում մեր կյանքի բույրն է ուզում տեսնել, հանկարծ ասում է ձեր խնկերն էլ զզվել են ինձ համար։ Եվ ում հետ է մեզ համեմատում Սոդոմի Գոմորի հետ, ասում է լսիր Սոդոմ, ականջ դիր Գոմոր, այսինքն այս մեղքերը պղծված հասարակության մեջ են տարածված։ Սա այսինքն օտար է, քրիստոնյան իրավունք չուներ այս մեղքերով ապրել, բայց ցավոք սրտի քրիստոնյաներն են այս մեղքերով ապրում եւ համատարած բոլորը խոսում են, որ իրենք խոր հավատացյալներ են, իրենք եկեղեցու հետևորդներ են, իրենք Աստվածաշունչ ընթերցողներ են, բայց այս նույն մարդիկ չարություն, ատելություն սերմանողներն են։ Եվ ինչ է ասում Սուրբ Գիրքը մեզ, քամի ցանողը փոթորիկ պիտի հնձի, ատելություն սերմանողը թշնամություն պիտի հնձի, սիրո պակասի մեջ ապրող մարդը չարությամբ իր դիմացինի մահը պիտի ցանկանա։ Սա մեր կյանքն է այսօրվա եւ մեր երկրում, մեր հասարակության մեջ եւ աշխարհի մեջ։ Մի օր տղան մոտենում է հոր, ասում է հայրիկ, անբարոյականությունը մեր երկիր է մտել։ Ասում է տղաս, կարևորը մեր քաղաք չմտնի։ Ասում է հայրիկ, անբարոյականությունը մեր քաղաք է մտել։ Ասում է տղաս, կարևորը մեր գյուղ չմտնի։ Հայրիկ, ասում է անբարոյականությունը մեր գյուղ է մտել։ Ասում է կարևորը մեր տուն չմտնի։ Ասում է հայրիկ, անբարոյականությունը արդեն մեր տանն է։ Մենք այսպես ենք ապրում, կարծելով, որ եթե այնտեղ այդ մեղքը շատ է, մեզ չի գալու, մեր տների մեջ այդ մեղքը չի թագավորի, իսկ եթե չկա բարոյականություն, իսկ եթե չկա ճշմարիտ հավատք Աստծո հանդեպ, արդարությունն էլ, բարոյականությունն էլ, սերն էլ ճաշակի հարց է։ Դու ես որոշում, ինչ ճաշակով սիրես, ինչ տեսքով ապրես այդ բարոյականությունը եւ համոզես ուրիշներին էլ, որ դա բարոյականություն է։ Ուրեմն մեղքը մեզ պիտի տանի մահ, սիրելիներ։ Եվ ամենասարսափելին հոգևոր բարոյական անկում ունեցող հասարակությունն է, որովհետև նա այլևս չի կարողանում իր Տիրոջը ճանաչել։ Շատ հաճախ ասել եմ, մենք կարող ենք լեբլեցուն եկեղեցիներում լինել, աղոթել, բայց Քրիստոս այդտեղ ներկա չլինի։ Մենք ամիսներով, տարիներով կարող ենք ծնկաչոք, տեսեք, ասում եմ, անգամ եթե ձեր աղոթները կրկնապատկեք, էլի չեմ լսում, որովհետև ձեր ձեռքերը այրունոտ են, այսինքն մեղքի մեջ թաթախված են։ Դու չես կարող մեղավոր ձեռքերով Տիրոջը փառաբանել։ Դու չես կարող չարությամբ լեցուն սրտով անկեղծ աղոթք վերառաքել առ Աստված։ Դու չես կարող քո պիղծ շուտերով սիրո մասին խոսել եւ որևէ մեկին սեր խոստով անել։ Այդտեղից արդեն գարշահոտությունը դուրս է գալիս եւ դա սարսափելի է դառնում մեր կյանքի մեջ։ Ուր ենք մենք ուզում այսօր գնալ։ Որն է մեր նպատակը։ Որտեղ արդարության, ուրեմն պիտի թողնես մեղքը, հնազանդվես Աստծուն։ Ինչին որ դու ծառայում ես, դու դրա գերին ես։ Եթե մեղքին ես ծառայում, ուրեմն դու սատանայի ծառան ես, սատանայի գերին ես։ Եթե դու Աստծուն ես ծառայում, դու ամեն ինչ անգամ քո անձը զոհելով պիտի յուրաքանչյուր մարդու մեջ սեր բերես, արդարություն եւ դրա ապրողը դու պիտի լինես։ Միայն խոսքով չէ։ Հիսուս ինչ ասում, ասում է դու գնում եք, ասում է ծով ու ցամաք եք անցնում, ճանապարհ եք կտրում, որ մեկ հոգու փոխեք, դարձի բերեք, հետո ձեզանից ավելի վատն եք դարձնում։ Ինչու՞։ Մենք որովհետև մենք խոսում ենք, մենք բացատրում ենք, մենք ցույց ենք տալիս, բայց մեր կյանքի մեջ այդ ամենը չի արտացոլվում։ Չի ճառագայթում այդ լույսը, որ մարդիկ տեսնեն մենք մեղավոր կյանքով չենք ապրում։ Եվ մենք մեղքի մեջ մենք գնում ենք դեպի մահ։ Եվ այդ մահվան վարձնել հավիտենական կորուստն է։ Արդեն ասացի, բարոյապես մեռնում ենք, հոգեպես մեռնում ենք, հետո ֆիզիկապես բնաջնջվում ենք, անհետանում ենք։ Նայեք մեր ամբողջ պատմությունը, որտեղից ուր ենք հասել, եւ այն ամենափոքրիկն է այսօր մնացել, դա էլ է վտանգի տակ, որ պիտի կորցնենք։ Եվ միշտ հիշեք, որ բոլոր այս կորուստները հոգեվոր են։ Հոգևոր դաշտում մարդը պարտվեց, ֆիզիկական դաշտում ինքն արդեն պարտված է։ Հոգևոր կյանքի մեջ ինքը մեղքի ծառա դարձավ, ինքը պիտի օտարի թշնամու ստրուկը դառնա։ Սա է։ Եվ այդ տեսանելի ստրուկը այնպես չէ որ պիտի գա քեզի զենքով իշխի, չէ, քեզ խոսքով էլ կարող են իշխել, քեզ բարոյական անկման մեջ էլ կարող են իշխել։ Եթե երբևէ հանդիպել եք մարմնավաճառի, խոսել եք, դու չկարծեք, որ իր համար դա հաճելի է, ինքը դրանով մեծ գումար է, չէ, ինքը վաճառվում է, դրա համար է կոչվում մարմինը վաճառող, որովհետև նախ եւ առաջ իր հոգին է վաճառել մեղքին։
Ես բանտում շատ եմ հանդիպել այդպես մարդկանց, որ ասում են արի գնանք այսինչ աշխատանքն արա, ասում են ես քո ամսական աշխարհչարկած աշխատավարձը 2 օրում եմ առնում։ Զզվելով ինքն իրեն վաճառում էր շատ գումարի համար։ Հետո ինչ պիտի շահես։ Դու կարող ես հոգիդ այսօր էլ վաճառել ամենաբարձր պաշտոնը ստանալ։ Կարող ես այսօր հոգիդ վաճառել ամենահարուստ մարդը դառնալ։ Վերջում ինչ պիտի շահես։ Պողոս առաքն ասես ամբողջ աշխարհը շահեմ, բայց Աստծո սերը չունենամ, ոչինչ արժեմ։ Ուրեմն երբ որ դու աշխարհի տերը լինես, բայց սեր չունենաս, Քրիստոսով չապրես, քո կյանքը արդարության, ազնվության կյանք չլինի, դու կորցրել ես ամեն բան։ Ադամն ու Եվան այդպես մի ակնթարթ սխալվեցին, այդ մեկ ակնթարթն էր, որոշեցին աստվածներ դառնալ, իշխել եւ կորցրեցին հավիտենականը եւ Աստծո ներկայությունը։ Եվ ընկան մեղքի մեջ, եւ մեղքը կամած մեր կյանքի մեջ ածրեց։ Մենք այսօր բոլորս խոսում ենք իրարից, մենք բոլորս ուզում ենք փոխվեն, բայց մենք պիտի փոխվենք թե չէ, դա դու քեզանից պիտի սկսես այդ փոփոխությունը։ Դու չես կարող քո զավակին արգելել, ծխել, հայոյել, եթե դու նույնը անում ես։ Դու չես կարող քո զավակից արդարություն պահանջել, եթե դու քո տան մեջ արդար չես։ Դու չես կարող քո դիմացինից ճշմարտություն պահանջել, եթե դու քո կյանքի մեջ սուտ ես ապրում, կեղծիքի մեջ ես ապրում։ Ուրեմն նշանակում է դու ծառայում ես մեղքին, Քրիստոսին հավատալով դու ծառայես սատանային, Քրիստոսին հավատալով դու մահվան ճանապարհորդ ես, ոչ թե հավիտենական կյանքին։ Քրիստոսյանով մկրտված լինելով դու դժոխքի ժառանգ ես, ոչ թե երկնքի արքայության ժառանգ։ Սա է մեր կյանքը այսօր, սիրելիներ։ Ինչու՞, որովհետև մենք կեղծավոր ենք հավատում Քրիստոսին։ Այստեղից դուրս են գալիս նորից աշխարհի մտածումներով, աշխարհի հոգսերով, աշխարհի մեջ կռիվ անելով ապրում ենք իրար հետ, մոռանալով որ հաջորդ վարքյանին կարող ես այդ մարդուն այլևս չտեսնել եւ դու չլինես։ Ինչ պիտի տանես քո հետ։ Եթե հենց այսօր այս պահին ես մեռնեմ, ինչ պիտի ասեմ Տիրոջը։ Հնարավորություն չեմ ունեցել, ժամանակ չեմ ունեցել, չեմ հասցրել, ամեն ինչ ունեցել եմ, բայց ասել եմ քեզ հետ վաղը Տեր, քո գործը վաղը կանեմ, քո մասին վաղը կմտածեմ։ Այսօր ինձ պետք է որ ես երիտասարդությունս ապրեմ, ուսումս ստանամ, ընտանիք կազմեմ, տուն ու տեղ կառուցեմ, դու վաղը կամ ամենադժվարը խորցերության ժամանակ քեզ կհիշեմ, կամ մահվան մահճում ինձ կգաս այցելության։ Սա չէ քրիստոնյա կյանքը, սիրելիներ։ Մեր հնազանդությունը Աստծուն է, որպեսզի մենք արդարության միջոցով հավիտենական կյանքը ժառանգենք։ Ուրեմն մենք հավիտենության համար ենք կոչված այս աշխարհի մեջ։ Մենք այս աշխարհը որ կյանք ենք կոչվում, մի փոքրիկ ժամանակահատված է, որ չենք էլ հասցնում, երբ ծնվեցինք, երբ մահվան շունչ արդեն զգում ենք մեր թիկունքում։ Բայց այս ընթացքը, որ կյանք ենք կոչվել, մեկ բան է, այդ ծառայության մեջ մտնել, այդ արդարությամբ ապրել։ Աշխարհը մեզ ամեն օր պիտի ուրիշ բան հրամցնի, աշխարհը մեզ ամեն օր պիտի գայթակղի։ Մենք ամենաշատը որ ըմպելիքներ ենք խմում, որ գովազդվում են, որ ուտելիքներ ենք ուտում, որ գովազդվում են։ Ամեն օր մեզ սա են գովազդում։ Մենք գիտենք, որ դա վնասակար է, բայց մենք, քանի որ վարժված ենք մեր աչքերը տեսնելուն, երբ որ ասում ենք ինչու՞ն ենք, ասում ենք բոլորը անում են։ Բայց բոլորը երբ որ մեղք են գործում, մենք իրավունք չունենք մեղքի մեջ լինելու։ Սոդոմ Գոմորը ասում է մեր դեմ, քրիստոնյաների դեմ վկայություն պիտի տա, որովհետև իրենք Քրիստոսին չունեին, չգիտեին որն է արդարության ճանապարհը։ Մենք քրիստոնյաներս Քրիստոս ունենք, Սոդոմ Գոմորից ավելի նվաստ ու ճղճիմ կյանքով ենք ապրում այս աշխարհի մեջ։ Դրա համար դատաստանի ժամանակ նրանք պիտի մեզ գան ու դատապարտեն։ Բաբելոնի մեջ, Ասորեստանի մեջ պիտի գան մեզ դատապարտեն, որովհետև երբ որ գնաց Հովնան մարգարեն Ասորեստան Նինվե քաղաք մտավ, ասեց որ ապաշխարեք, ասում է անգամ շներն ու կատուներն ապաշխարեցին։ Նրանք առանց Քրիստոս այդ ամեն արեցին։ Մենք Քրիստոսով ասում ենք, տեսեք այսօր ասեց, ձեր պահքերն ու ապաշխարությունն էլ ընդունելի չեն ինձ համար։ Սննդի պահք ենք պահում, բայց իրար միս ենք ուտում։ Սննդի պահք ենք պահում առերես, բայց մենք իրար ատում ենք։ Ում է պետք այդ պահեցողությունը։ Ում է պետք չարությամբ լեցուն աղոթքը։ Ոչ մեկին, առավել եւս Տիրոջը սիրելիներ։ Դրա համար Պողոս առաքյալի այսօր այս ամբողջ խոսքը մեզ դրա համար էր ուղղված, որ մենք հանկարծ մեղքին չծառայենք մահվան գնալու, հոգևոր, ֆիզիկական, բարոյական մահվան չգնանք, այլ Աստծուն ծառայելով գնանք դեպի հավիտենական կյանքը։ Թող Տեր օրհնի մեզ բոլորիս, իր խաղաղության սիրո մեջ պահի, հիշենք սիրելիներ, ում որ ուզենք կարող ենք խաբել, ում որ ուզենք կարող ենք մոլորեցնել,
բայց երկու աչք կա, որ գիշեր ու ցերեկ մեզ հսկում է, մենք իր հայացքից չենք կարող խուսափել։ Մենք իրեն չենք կարող խաբել, ճողոպրել, անհնար է այդ հայացքից խուսափել։ Ու միշտ նայեք Հիսուսի աչքերի մեջ, ինքը ուշադիր ձեզ է նայում եւ Պետրոսի պես ասում է. ինչու։ Ինչու ինձ մատնեցիր։ Ինչու ինձ ուրացար։ Այս հարցն է այդ աչքերի մեջ։ Երբ որ այդ աչքերի մեջ պարզ կնայենք, ուրեմն խաղաղությունն էլ, սերն էլ, Քրիստոսը իրականում կբնակվի մեր մեջ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։